Այսօր մեր եթերում պրեմիերա կա, վստահ ենք, որ այս եթերից հետո երգը իսկական հիթ կդառնա երեխաների շրջանում։ Մեր տաղավարում է փոքրիկ երգչուհի Մանե Պետրոսյանը, նրան ուղեկցում է նրա եղբայր Սարգիսը։ Բարև ձեզ երեխաներ, բարի լույս։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ։ Ինչ գեղեցիկ եք հագնված, իսկական հայկական կովբոյուհի, չէ՞։ Բայց մինչ Սարգիսը ուրախանում է իրեն տեսնելով, Մանեն պատմի իր տեսահոլովակի մասին, երգի մասին, ինչի մասին է երգը, ինչ վերնագիր ունի։ Երգը հեքիաթի մասին է, վերնագիրն է հեքիաթ։ Իսկ տեսահոլովակի մասին մեզ մի քիչ կպատմես, ինչպիսին է տեսահոլովակը։ Հեքիաթային, ոնց որ հեքիաթի մեջ լինես տենց է։ Տեսահոլովակում համ պարում եմ, համ էլ երգում։ Ինչ լավ։ Մանե, որքան ժամանակ է ինչ երգում ես, երբ են եղել առաջին քայլերը, լուրջ քայլերը։ Արդեն 3 տարի է, ինչ այս Voice Vocal ստուդիայում երգում եմ։ Լուրջ քայլերը եղել են 2024 թվականից։ Բայց ինձ հետաքրքիր է ինչպիսի երազանքներ ունես, երազանքներ, որոնք կապված են հենց երգարվեստի հետ։ Երազում եմ մեծանամ, դառնամ սիրված եւ աշխարհահռչակ երգչուհի։ Վստահ եմ Taylor Swift-ը կգնահատեր քո այսօրվա ոճը։ Միայն երգում է Մանեն, թե երաժշտական այլ նախասիրություններ ունի։ Այո, նախասիրություններ ունեմ։ Հաճախում եմ Պարի Evidence ստուդիայում։ Մենք տեսանք, որ պարային հմտություններ են այլ տեսահոլովակում։ Հետաքրքիր է ինչպիսի երգեր ես նախընտրում երգել, ով է հեղինակում քեզ համար երգեր։ Նախընտրում եմ էստրադային երգեր ու սիրում եմ երգել հայրենասիրական։ Ով է հեղինակում քո երգերը, ում հետ ես օրինակ համագործակցում։ Իմ ուսուցիչ Սարգիս Ավետիսյանը։ Այս երգն էլ են հեղինակել հեքիաթ երգը։ Այ հետաքրքիր է, Մանե, աշխարհում շատ երգիչ եւ երգչուհիներ կան, շատ արտիստներ կան, երաժիշտներ կան։ Այ ում հետ կուզենայիր դու դուետ երգել կամ համագործակցել ինչ-որ մեկի հետ։ Կուզեի դուետ երգել Սարգիս Ավետիսյանի հետ։ Սարգիս, սիրելի Սարգիս։ Իրատեսական է ինձ թվում։ Այո, մարդը շատ իրատեսական եւ պրոդուկտիվ հայտարարություն է անում ուղիղ եթերից, որևէ Taylor Swift-ներ, ինչպես նշեցինք, Beyoncé-ներ մեզ պետք չեն։ Սարգիս, խնդրում եմ, մի որևէ հետաքրքիր երգ հեղինակես եւ ահա սիրով սրտանց սպասում է քեզ Մանեն։